Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանին։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Մանվելյան, Նիկոլ Փաշինյանը օրերս ազգային ժողովում պնդել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Ինչով եք պայմանավորում Փաշինյանի այս վստահությունը, երբ Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը վկայում են, որ վերջինս առնվազն մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, այս գիշեր էլ խնածախի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Ես ուզում եմ հիշեցնեմ ձեզ եւ ովքեր մեզ հետևում են, որ 44-օրյա պատերազմից բառացիորեն առաջ նույն պնդումները էլի անում էին այսօրվա քաղաքական իշխանությունը զավթած անձինք։ Իրանց հիշում եք Մակունցի հայտարարություն, որ չի լինի ոչ մի պատերազմ եւ Թուրքիանը չի խառնվի եւ այլն եւ այլն։ Այսինքն ցավոք սրտի սա մի հատ աքսիոմա է դառ։ Ինչ ասում են նրանք, թե անում են հակառակը։ Այսինքն ցավոք սրտի սա որպես գույժ կարելի է վերաբերվել, որ հնարավոր է, որ ինչ որ վատ բան լինի այնուամենայնիվ սահմանին, դա համար է փորձում են հանգստացնել նրանց պատերազմից առաջ։ Նորից միշտ այսօրվա քաղաքական ռեժիմի ասածը պետք է հասկանալ հակառակով։ Իրանք հայտնի են որպես մանիպուլյացիաների ստի հեղինակներ։ Շատ օրինակ նաև նշում են, որ եթե այսպես վստահ են, որ չի լինելու, ուրեմն նախորդ անգամ էլ երբ լինում էր, այսքան մենք գործ ենք ունեցել պայմանավորված պատերազմի հետ։ Դուք կիսում եք այս տեսակետը, որ նման իրավիճակում ենք եղել մենք։ Գիտեք, նու հետևելով այն ինֆորմացիայից որ կա, որոշակիորեն կարելի է ասել, որ գոնե պնդել չեմ կարող, բայց որոշակի վերլուծությամբ կարելի է ասել, որ հնարավոր է նաև պայմանավորվածության ակտեր կան, ողջամիտ կասկածներ կարող են լինել։ Այս ամենաավելի շուտ հայտնի դառնա, երբ սրանց հեռացնեն իշխանությունից գան ազգային ուժեր, որոնք եւ իրենց վրա կվերցնեն այս քննությունը հասկանալու համար, թե այս պատերազմները արդյոք կազմակերպված են, որովհետեւ շատ հարցեր կան, սկսած նրանից, որ հիշում եք ժամանակին ասում էր, որ $300 միլիոն փոխափոխանցվել Ադրբեջանից, տենցել այդ կողմից ոչ մի ուսումնասիրություն, քննություն, հետաքննություն չարվեց։ Այդ նույն պատերազմների հետ կապված որ դան կազմակերպված են եղել, նույն հայտնի Լելեթեփե կոչող օպերացիայի մասին, որ ասում են հենց վարչապետի աթոռի զավթացի հրամանով է եղել, որին ընթացքում 700-ից ավելի զոհենք ունեցել եւ բանակի մեջ հենց այդ օպերացիայի ժամանակ կոտրվեց։ Եվ այլն, այսինքն այս ամենի պատասխանը միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի տալ, բայց նորից եմ կրկնում ժամանակ էս գոնես 7-8 տարվա պատմությունը իշխանանք իշխանությանը ցույց տվեց, որ նրանք միշտ ստում են եւ նրանց ցանկացած ասածը պետք է հակառակ իմաստով հասկանալ։ Պարոն Մանվելյան, Նիկոլ Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստում իր կարծիքով անկախության հռչակագրին չպետք է հողում կատարվի եւ համոզմունք հայտնեց, որ հռչակագրի բովանդակությունը հակասում է Հայաստանի Հանրապետության գոյությանը։ Որքանով է այս հայտարարությունը հասկանալի ձեզ համար եւ եթե իսկապես այն սպառնում է մեր երկրի գոյությանը, ապա ինչպես է հռչակագրի գոյությամբ մեր երկիրը ավելի քան 3.5 տասնամյակ գոյություն ունեցել։ Նայեք, եկեք մի փոքր այլ տրամաբանությամբ սանայենք ինչու համար է քաղաքականությունը տարվում։ Սա ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, եկեք դա արդեն ակնհայտ է։ Դա ակնհայտ է, դա գիտենք, որ Ադրբեջանը հստակել։ Խնդիրը այն է, որ սա նաև իրենց գոյաբանական իմաստի կարևորագույն մասն է։ Այսինքն, քանի որ իրենք դեմ են Հայաստանի անկախությանը, դեմ են Հայաստանի ինքնությանը եւ նաև հայ ինքնությանը եւ ինքնուրույն եւ անկախ պետություն կառուցելու գաղափարին, ապա նրանք դեմ են նաև հռչակագրին։ Փորձելով այս նվաստացման ճանապարհով հայ ժողովրդին տանելով վերջնականապես կոտրել ցանկացած դիմադրություն ոչ միայն Թուրքի հանդեպ, այլ իրենց շարունակաբար իշխանության մնալու այն ընդվզումը ներքին, որ կա այսօր Հայաստանում, որի վկայությունը այս վերջին ընտրություններն են Գյումրիում թե Փարաքարում ցույց տվեց, որ մարդիկ ուղղակի զզվե հոգնել են սրանցից, ուզում են օր առաջ ազատվել։ Այ որպեսզի իրենք շարունակաբար մնան իշխանությանը, ինչ իրենց պաշտպանում են նաև քրեական պատասխանատվությունից, իրենք փորձում են նաև կոտրել այդ դիմադրողականությունը, ասել անդադ մարդկանց վախեցնել պատերազմ, այ պատերազմ կլինի եկեք Արցախ հանձնենք, այ պատերազմ կլինի եկեք սահմանադրությունը հանձնենք, այ պատերազմ կլինի եկեք Հայաստանից տարածքներ հանձնենք, ու սենց շարունակաբար։ Այսինքն հռչակագրից հրաժարվելով նաև իրենց վերարտադրության խնդիրն են փորձում։ Միանշանակ։ Պարոն Մանվելյան, ուզում եմ անդրադառնանք Արարատ Միրզոյանի վերջին սկանդալային հայտարարությանը։ Արտգործնախարարը նշեց, որ Արցախում այժմ հայեր չեն ապրում, դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունը արցախցիների իրավունքների հարցը չի բարձրացնում միջազգային տարբեր բանակցությունների ժամանակ։
Ըստ ձեզ ինչի մասին է այս հայտարարությունը վկայում եւ փաստացի չի ստացվում, որ Արարատ Միրզոյանը լեգիտիմացնում է Արցախում կատարված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, որի հետևանքով էլ այսօր այնտեղ հայեր չեն ապրում։ Ավելին, ես կասեմ այդ հայտարարությամբ Արարատ Միրզոյանը նաեւ պատասխանատվության են մասն է վերցնում, ոչ ուղղակիորեն, որ հենց իրենք են կազմակերպել հենց այդ էթնիկ զտումների եւ ցեղասպանության, իսկ իրենք մաս են այդ էթնիկ զտումների կազմակերպմանը, որտեղ նպատակն էր Արցախի հարցը այսպես կոչված փակել։ Հիշենք ժամանակի նույն մեթոդաբանությամբ Աբդուլ Համիդը հետագայում երիտուրքերը փորձում են հայկական հարցը փակել։ Ինչպես հայկական հարցը էթնիկ զտումներով եւ ցեղասպանությամբ։ Նույն ճանապարհով են։ Նույն ճանապարհով Արարատ Միրզոյանը եւ գործողական ռեժիմի պարագլուխը գնում են Արցախի հարցը փակելու հետևից։ Էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն։ Այսինքն թե երիտուրքերի թե այսօրվա քաղաքական ռեժիմի տրամաբանությունը մտածելակերպը նույնը, բացարձակ ոչ մի տարբերություն չկա։ Հիշենք նաև, որ նույն օրերին Նիկոլ Փաշինյանն էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հայտարարում, որ մեր հայրենակիցների անվտանգությանը կյանքը վտանգված չի։ Կարող են մարդիկ անվտանգ դուրս գալ։ Ես եւս մի բան հիշեցնում, ժամանակին 2021-ին այս մարդիկ հաղթեցին ընտրություններում, նաև հենց այդ լոզունգները, որոնք պաշտպանելու են Արցախը, որ իրանք են լինելու Արցախի անվտանգության երաշխավորը, որ Արցախի զավթված տարածքները պետք է դեօկուպացվեն։ Հիշենք այդ բառերը։ Այսինքն այս մարդկանց համար նույնիսկ ստելը, խաբելը օրվա հացի նման բան է։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը առհասարակ հրաժարվել է Արցախյան հարցից, հայտարարում են, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը կործանարար են լինելու մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության համար, այժմ էլ պատրաստվում են Մինսկի խումբը լուծարել։ Ինչ եք կարծում, եթե հաջողվի Մինսկի խումբը լուծարել, ապա հետագա որևէ իշխանություն կկարողանա Արցախի հարցը կրկին բացել, թե սա արդեն անշրջելի կդարձնի։ Չէ, նայեք, այս թեմայում անշրջելի ոչինչ չկա։ Թե Ալիևի, թե Նիկոլի հույսը, որոնք ինչ որ անշրջելի գործընթացների մեջ են, դա միֆ է, էլի։ Իրենք իլյուզիաների մեջ են, իրենք իրենց խաբում են։ Քանի կան արցախցիները, կա նաև Արցախի հարցը, քանի կա հայ մարդը, կա նաև հայկական հարցը։ Հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր իրավունքներից, իր պահանջներից, իր պահանջատիրությունից, ցեղասպանության այդ զոհերի եւ դրա հետևանքների վերացման հետամուտ լինելուց կարևոր չէ ով է իշխանության, որտեղ իշխանության այս մարդիկ ժամանակավոր են։ Իրենց թվում է թե իրանք հավերժ են իշխանությունը երբեք հավերժ չի լինի, իսկ ամենախոշորագույն բռնատերերը, բռնակալները վերջերս սպանվել են կամ հեռացվել են այլ կերպ իշխանությունից։ Հետևաբար այս հարցերը մնալու են անկախ նրանց ցանկությունից, բայց ինչու են այս երկուսի շահերը համընկնում, նորից մեկ անգամ եւս ցույց է տալի, որ իրանք ընդհանրապես նույն նպատակին են հետապնդում, վերջնականապես լուծարել Հայաստանի Հանրապետություն, որտեղ հայկական հարցի եւ Արցախի հարցի լուծարումը հնարավոր է Հայաստանի Հանրապետության լուծարման հետ միասին։ Այսինքն անգամ եթե նրանց հաջողվի Մինսկի խումբը լուծարել, հարցը սրանով այնուամենայնիվ չի փակվի։ Միանշանակ չի փակվի, կարողանան այն օրակարգել։ Միանշանակ չի փակվի, անկախ ցանկացած մարդուց, քանի արցախցիները եւ ցանկացած հայ, անկախ իր ծագում կամ ծննդավայրից, եթե այդ հարցը հետամուտ է աշխարհի ցանկացած երկրում, այն շարունակաբար լինելու է։ Այդ հարցը հնարավոր չի փակել ուղղակիորեն։ Այսինքն դուք չեք կարող ինչ-որ փաստաթուղթ դեմ տալ, ասեք, տեսեք, սա ստորագրվեց Արցախի Հանրապետության լուծարման, վերջ Արցախի Հանրապետությունը լուծարվել։ Այն մարդիկ, ովքեր ստորագրել, իրենք չեն ստեղծել Արցախի Հանրապետություն, հնարավոր չի լուծարել փաստաթղթով։ Նույն կերպ է հնարավոր չէ փակել Արցախի կամ հայկական հարցը ինչ-որ փաստաթղթեր ստորագրել։ Ադրբեջանում էլ են գիտակցում այս իրողությունը կարծես։ Միանշանակ, իրանք ինձ թվում է այդ առումով ավելի լավ են հասկանում այդ իրողությունները, քան թե գործող քաղաքական ռեժիմը։ Անդրադառնանք նաև ներքաղաքական զարգացումներին, չնայած Գյումրիում ՔՊ-ի ջանքերը չհաջողվեցին եւ ընդդիմությանը նրանք չկարողացան պարակտվել եւ ընդդիմադիր իշխանություն ձևավորվեց քաղաքում, այնուամենայնիվ շատ է հնչում այն տեսակետը, որ իշխանությունը չի հանդուրժելու այս պարտության հետ, օրերս նաև Սարիկ Մինասյանն էր հայտնել, որ քաղաքում ճգնաժամ է լինելու կառավարման առումով։ Այս առումով ինչ եք կարծում, իշխանությունը ի վերջո կհամակերպվի այս իրողության հետ, թե կգնան այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ճանապարհով։ Նայեք, ես չգիտեմ ինչ ճանապարհով իրանք կգնան, ինչ sense ասենք ստորություն կանեն, կձերբակալեն ընտրված քաղաքապետին թե ոչ, բայց այն, որ իրանք փորձելու են իրավիճակը խանգարեն եւ կառավարման արհեստական կերպով Գյումրիում կառավարման ճգնաժամ ստեղծել, ես դառնում 100%-ով համոզված եմ։ Ամեն ինչ անելու են, թե ինչ ձևով, ասենք թե, չգիտեմ, այն ֆինանսական միջոցներ պետք է Գյումրի քաղաքին տրամադրի, չտրամադրելով, սուբվենցիոն ծրագրեր, տարբեր ծրագրեր փակելով եւ այլն միջազգային, այսինքն ես համոզված եմ նման բաներ մենք առաջիկայում շատ ենք տեսնելու։
եւ հետեւաբար պետք չի զարմանալ, որ այնտեղ կփորձեն արհեստական կերպով այդ ճգնաժամը ստեղծել ցույց տալու համար, որ միայն իրենք կարող են իբրթե կառավարել, չէ՞ նրանց կառավարում հենց այդ նույն Գյումրի քաղաքում տենում էին կամ ասենք թե հիմա Երևանում կամ Հայաստանի մյուս քաղաքներում։ Հենց այդ կառավարումն է բերում համայնքային մակարդակով ճգնաժամերի, այսինքն արտահայտ ընտրություններն էլ իրենց ստեղծած ճգնաժամի արդյունքում տեղի ունեցան Գյումրիում։ Հա, եւ չմոռանանք նաեւ Փարաքարմել ընտրություն տեղի ունեցավ, որտեղ նորից անդիմությունը խայտարակ պարտություն կրեց եւ քանի որ նորից մարդիկ շատ դժգոհ են դուրս է գալի փողոց նստում եք ցանկացած տրանսպորտային միջով միմիայն դժգոհություն է հնչում սրանցից որպես մարդիկ ամեն ինչ քանդել են, խաբել են, ստել են, բարձրացնում են հարկերը, ճգնաժամ են ստեղծում արհեստական, թոշակները չեն բարձրացնում, ապրանքի գները Երևանը դարձել է, չգիտեմ, ոչ թե տարածաշրջանում, այլ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը, նույնիսկ Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից իմ բարեկամները գալիս են, վերջերս իմ ծանոթներն են եկել Հոլանդիայից, որ սարսափարեն մեր գներից, ասում են Հոլանդիայում sense գներ չկան։ Այն դեպքում, հա, այն դեպքում որ աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր է։ Այսինքն սա հենց իրենց կառավարման ճգնաժամային, ասած ճգնաժամ արհեստական կերպով ճգնաժամ ստեղծելու այդ կառավարման հետևանքն է։ Պարոն Մանվելյան, հայակվե նախաձեռնությունը եւ անձամբ դուք Գյումրիում ակտիվ դիտորդական առաքելություն եք իրականացնում ընտրությունների օրը, եթե ամփոփենք ընդհանուր առմամբ ինչի մասին են այս արդյունքները եւ ինչ դասեր պետք է քաղաքային քաղաքական ուժերը վերջին թիմ ընտրություններից։ Կոնկրետ անձամբ ես պատասխանատու եի Փարաքարում գնացող ընտրություններին, բայց իսկապես հայակվեն իր ամբողջ ներուժը դրել էր եւ թե Գյումրիում թե Փարաքարում, որտեվ նայեք, ես ուզում եմ այդ դիտորդական առաքելության թեմայի վրա կանգ առնեմ։ Սա շատ կարևոր գործընթաց է։ Մինչև հիմա այն մեր մոտ չի կարևորվել եւ դիտորդական գործունեությամբ զբաղվել են տարբեր Սորոսացին կամ Եվրոպայից ֆինանսավորող կամ այլ ոչ Հայաստանից ֆինանսավորող տարբեր քաղաքական, ու չասեմ քաղաքական, տարբեր ՀԿ-ներ։ Եվ ժամանակը ցույց է տվել, որ իրենք իրենց գործառույթները չեն իրականացնում, բացարձակ, որտեղ միանշանակ քաղաքականացված են, ունեն այսօրվա քաղաքական ռեժիմի հետ որոշակի շփումներ եւ կապեր, ինչը նրանց ոչ թե թույլ չի տալ, իրենք չեն ուզում օբյեկտիվ լինել։ Հայակվեն երևի միակ, ոչ թե երևի, այլ իսկապես միակ այն կազմակերպությունը, որը օբյեկտիվորեն գնացել էր իրավիճակը վերահսկելու։ Եվ ամենամեծ ներկայություն ուներ բոլոր։ Այո, եւ ամենամեծ մոտապես 170-ից ավել դիտորդներ են ներկայացել թե Գյումրիում, թե Փարաքարում միասին, Փարաքարում մի շարք տեղերում նույնիսկ երկուական դիտորդ ունենք, նույնիսկ Գյումրիում այն ընտրատեղամասերը, որոնք ըստ մեր մոնիտորինգի բավականին խնդրահարույց են, նորից երկուական ներկայացուցիչներ ունեին եւ սա հնարավորություն տվեց որոշ չափով մեղմել այն ինչ որ կատարվում էր երկու տեղերում, իսկ կատարվում էր հետեւյալը, փորձեր արվում մասսայական կեղծարարություն անել, ինչը արվում էր ոչ թե այդ օրը, այլ մինչև ընտրությունները, այսինքն որ մարդկանց տարբեր ձևերով, հատկապես պետական համակարգի աշխատող պետական տարբեր հիմնարար ձեռնարկություններում աշխատող մարդկանց իրենց բարեկամներին, ընտանիքի անդամներին փորձում են բերել ընտրատեղամասեր, որպեսզի նրանք ըստ իրենց հաշվարկի ի օգուտ ԿՊ-ի քվեարկեն։ Ու սա մենք արձանագրել ենք, սա մասին կան բազմաթիվ զեկույցներ։ Վերջին հանրահավաքի օրն էլ տեսանք, թե ինչպես էին տարբեր համայնքներից ոչ Գյումրու բնակիչների բերել եւ մասնակցում էին մարդիկ։ Հա, տարբեր բաներ կան, ասենք թե լուրեր կային, որ իբր թե ջավախից են մարդկանց բերել, որոնց նախորդ գրանցել եւ այլ, որոնք շատ դեպքերում դժվար է ստուգել։ Որտեւ այդ մարդիկ եթե ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա դժվար է ստուգել թե նրանք որտեղից են եւ այլ։ Բայց այս լուրերը ես համոզված եմ հենց այնպես չեն ծնվում։ Այսինքն դրա համար հիմք որոշակի կա եւ մարդիկ որոշակի տեղեկատվություն ստանում են տարբեր տեղերից, որ փորձ է արվել զանգվածային կեղծարարություն անել, ինչն էլ բերել նրան, որ իրենք ստացել են այդքան ձայն, որտեղ օբյեկտիվորեն իրենք Գյումրիում այդքան ձայն չունեին։ Այսինքն ձայների մեծ մասը հենց այս պետական համակարգի աշխատողների եւ նրանց բարեկամների բերած ձայներ, որոնց ուղղակի ասենց ասեմ որոշակի տիպողականությամբ բերել էին ընտրատեղամաս։ Առանց վարչական ռեսուրսի այդ 36-37%-ն էլ չեր ունենա իշխանությունը։ Միանշանակ դրա կեսը լավագույն դեպքում դրա կեսը կարող էին ունենալ։ Պարոն Մանվելյան, նաև այս ընտրություններից հետո շատ է հնչում են տեսակետը, որ ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է նաև ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից։ Դուք որքանով եք կիսում այս տեսակետը եւ տեղին է արդյոք թիմ ընտրությունները պրոյեկտել համապետական մակարդակում։
Նայեք, այստեղ իրականում երկու տարբեր հարց եք տալիս։ Հնարավոր է արդյոք ընտրությունները միանշանակ հնարավոր է։ Հայակվեն հենց ի սկզբանե ասել է դրա մասին, հայտարարել տարբեր հայտարարությամբ է հանդես եկել, եւ մենք իզուր չէ որ այս դիտորդական առաքելությունը սկսեցինք։ Մենք այս դասընթացներ ենք իրականացնում, որը սկսել ենք դեռ հոկտեմբեր ամսից անցյալ տարի, որտեղ շատ լավ հասկանում ենք, որ ընտրություններից առաջ պետք է շատ լավ կազմակերպված խմբեր ունենան, գրագետ, բանիմաց, գործից հասկացող եւ կարևորը վճռական, որ իրանք օբյեկտիվորեն իրենց գործն են կատարելու։ Այս խմբերի ստեղծումը մեր կարևորագույն գործընթացի մեջ է։ Եթե դու ի վիճակի ես վերահսկելու ընտրությունները հենց տեղամասերում եւ մինչեւ տեղամասեր հասնելու գործընթաց, ապա դու դատապարտված ես ձախողման։ Հիշենք, գործողական ռեժիմը միշտ գնալու է ընտրակեղծարարության տարբեր ձևերով։ Հիմա էլ օրինակ տարբեր նյութեր են հայտնվում, որի պրտեկ Գյումրիում օգտվել են տարբեր խաղային ինչ-որ կազմակերպությունների, տարբեր կազմակերպությունների անուններ են տրվում, որոնք իբրև թե իրենց մոտ գրանցված այդ բազաները օգտագործել են ընտրակեղծարարության համար։ Նորից եմ ասում, ես դա առանձին վերահսկման թեմա է, բայց դրանք շատ նման ընտրակեղծարարություն շատ հնարավոր է։ Հետևաբար հնարավոր է արդյոք ընտրություններով, իհարկե հնարավոր է։ Հիմա արդյոք կարելի է սա միանշանակ, իհարկե չէ, չի կարելի, որտեվ համապետական դրությունները մի փոքր այլ տրամաբանության են կազմակերպվում եւ մարդիկ այլ, ասենց ասեմ, այլ տրամաբանությամբ են մոտենում։ Այստեղ ավելի շատ արդեն գործում է քաղաքական նախասիրությունների, քաղաքական ծրագրերի եւ քաղաքական լիդերների խնդիրը։ Հետևաբար մյուս ընտրություններին պետք է գնալ հաշվի առնելով այս ամենը։ Ինչ պետք է անի այստեղ ընդդիմությունը, որ հանկարծ չբացվի 21 թվականի իրավիճակին։ Նայեք, եկեք մի ճշմարտություններ ընդունենք, էլի ընդդիմություն բառը տակ միասնական ընդդիմություն չկա ու երբեք չի եղել։ Ու եկեք անկեղծենք այն չի էլ լինի։ Առնվազն այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրական օրակարգ են սպասարկում, իրենց առաջ նման խնդիր են դրել։ Նայեք, կա, ասենք ասենք, արտախորհրդանական եւ խորհրդանական ընդդիմություն։ Իրենց նկատմամբ կա տարբեր մոտեցումներ։ Օրինակ բնակչության մի մասը գտնում են խորհրդանական ընդդիմությունը ինչ որ առումով ձախողել է իր առաքելությունը այսօրվա քաղաքական ռեժիմին հեռացնելու։ Իսկ իրենք գնացել են քվեարկելու հույսով, որ նրանք կարողանան այդ օրակարգը սպառել։ Պլյուս կա սպասում նաև նոր քաղաքական ուժի, նոր օրակարգով եւ նոր մոտեցում։ Նայեք, մենք մի հատ խնդիր ունենք, որը կոչվում է նաև մշակութային ճգնաժամ։ Ինչը արտահայտում է նրանը, որ մենք չունենք ժողովրդավարական մշակույթ։ Իսկ ժողովրդավարական մշակույթի բացակայությունը նաև որոշակիորեն պեսիմիզմ եւ հոռետեսություն է մտցնում հենց այդ ժողովրդավարական ընտրության ինստիտուտի նկատմամբ։ Իսկ այստեղ շատ կարևոր է, որպեսզի այդ դա վերականգնվի, սա մեկ։ Երկրորդը շատ կարևոր է, որպեսզի ստեղծվի օրինակի համար հայակվեն իր առաքելությունը տեսնում նաև ազգային քաղաքացիական գաղափարական ուժի ստեղծման մեջ։ Այսինքն մենք ոչ թե գնում ենք քաղաքական ուժ ստեղծելու գաղափարով, այլ գնում ենք հենց այդ գաղափարի ստեղծման ուղղությամբ։ Այսինքն երբ որ մարդիկ սկսեն հենց հայակվեն, դիտարկել որպես ազգային գաղափարական նոր մշակույթ բերող նոր քաղաքական շարժում, որը նաև իր առաքելությունն է դիտարկում եւ ժողովրդավարության ներմուծումը, որտեղ Հայաստանի ապագան, օրինակ մենք տեսնում ենք միայն ժողովրդավարության, իրական ժողովրդավարության, ոչ թե կեղծ ժողովրդավարության, որը ներկայումս կա։ Ինչը նշանակում է նաև ինստիտուցիոնալ առումով մենք պետք է նոր համակարգ կառուցենք։ Երկրորդը հայակվեն, ինքը քանի որ կոչվում է միավորում, մենք տեսնում ենք նաև նոր ընդդիմությանը միավորված մի շարք ուժերի միավորում, որտեղ անկեղծ ենք մեկ քաղաքական ուժ այսօր չի կարող հաղթահարել գործող քաղաքական ռեժիմին, որը զավթել է իշխանությունը։ Դա շատ լավ ցույց տվեց։ Հա, եւ իշխանությունը ինքը զավթել է բոլոր առումներով, թե օրենսդիր, թե գործադիր, թե դատական, թե իրավապահ համակարգը ամբողջովին իրենց ենթակայության տակ են։ Եվ այս մարդկանց գործունեությունը դժվար հաշվարկելի է։ Այսինքն ավելի շուտ պարզ է, որ նրանք ամբողջ այս ռեժիմը, ամբողջ այս ռեսուրսը օգտագործելու են իրենց իշխանությունը պահելու համար։ Հետևաբար պետք է, որպեսզի առաջինը ստեղծվի նոր քաղաքական միավորում, նոր քաղաքական հիմնական ժողովրդավարության միջոցով իշխանափոխության հասնելու գաղափարախոսությամբ, ունենալով հստակ քաղաքական լիդեր, որի միջոցով մենք կարող ենք հասնել հենց այդ փոփոխություններին, ինչը սպասել է։ Կհաջողվի դա անել այս մի տարվա ընթացքում։ Դե պետք է փորձենք, անպայման պետք է փորձենք, որովհետև մյուս կողմից էլ հասկանանք, Գյումրին եւս մի բան ցույց տվեց, որ պետք է հույսը դնել մեկ քաղաքական ուժի վրա։ Լավ կլինի, որ դրանք լինեն մի քանիսը,
իրար մոտ, բայց մարդկանց համար ընտրության հնարավորություն ունեն, որովհետև գիտեք, մարդիկ ինչ որ մեկին սիրում են, ինչ որ մեկին չեն սիրում, իսկ շատ դեպքերում գնում են քվեարկության էմոցիայի վրա հիմնված։ Հակավարկանիշի քվեարկություններ տեղի Այո, հակավարկանիշներ կան, այսինքն մարդիկ կա, որոնք շատ ճանաչել են, բայց բարձր հակառեյտինգներ ունեն, մյուսները քիչ ճանաչել են, բայց բարձր ասենց ասեմ դրական ռեյտինգներ ունեն, այսինքն ինչ որ միքս պետք է լինես քաղաքական ուժերի, ու անպայման չէ որ իրանք բոլորը միավորվեն, բայց ինչ որ առումով, այսինքն ընդդիմադիր տրամադրված մարդիկ, երբ որ գնան ընտրատեղամասեր, պետք է հասկանան, որ իրանք ընտրելու հնարավորություն ունեն, որ բացի գործող քաղաքական ռեժիմից կան 3-4 հատ իսկապես ռեալ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կարող են հաղթարել 5-6% բարիերը, իդեպ ասեմ հաջորդ տարվանից դարձնում են 8% նաև դաշինքների համար, կարող են հանգիստ կերպով հաղթարել դա եւ նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում։ Եվ նույն Գյումրիում ընդդիմադիր իշխանության արկայությունը այս համապետական ընտրությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, օրինակ կենտրոնական իշխանությունը կկարողանա նույն ծավալով վարչական ռեսուրս կիրառել, ինչը վերջին ընտրությունների ժամանակ արեցին։ Ամեն դեպքում միանշանակ է, որ իրենք ամեն ինչ անելու են, որ դա անեն, փորձելու են։ Այլ բանա, որ Գյումրիում իրենք ամբողջ ռեսուրսն են կենտրոնացրել Գյումրիում, նույն կերպ ամբողջ ռեսուրսը Հայաստանում մեկ կենտրոնացնել շատ ավելի դժվար է։ Այսինքն գնում է ռեսուրսների sense ասեմ նվազում, բայց ստեղ նաև ավելանում են, որ արդեն իրենք կարող են օգտագործել տարբեր ուժային կառույցների ռեսուրսներ, բանակը եւ այլն, ոստիկանական, ռազմական ոստիկանություն եւ այլն, այսինքն այս ուժային կառույցները ուղղորդելով նրանց քվեարկել օգուտ գործող քաղաքական ռեժիմը, իսկ սա բացառել չեն կարող։ Իսկ կարծում եք կգնան այդ ճանապարհով, եթե զգան, որ արդեն իրենց հերացումն անխուսափելի է դառնում։ Ես միանշանակ համոզված եմ, որ գնալու են այդ ճանապարհով, հենց նոր Գյումրին ցույց տվեց, որոնք ոչինչի առաջ չեն կանգնելու։ Օգտագործել են տարբեր օրինակի համար վերջին ընտրությունների ես մի շարք ընտրությունների եմ որպես դիտորդ մասնակցել, բայց այս անգամ օրինակի համար շատ են այսպես կոչված տարբեր բարձր տարիքի մարդիկ, որոնք գալի հայտարարում, որ իրենք ինքնուրույն չեն կարող ընտրել, այսինքն ինչ որ մեկի հետ էին գալի։ Այսինքն նախկինում էլ է դա եղել, բայց այս անգամ դա ինչ որ զանգվածային բնույթ էր կրում։ Այսինքն մարդկանց քվեարկությունն էին վերահսկում այդ ճանապարհը։ Հա, այդ ճանապարհը փորձեր արում, ու այստեղ օրենսդրական մենք բաց ունենք, դուք չեք կարող ասել, որ չէ, այս մարդու հետ ում որ քեզ ուղեկցում է, իր այդ մի գնա, այլ մարդու հետ գա։ Օրինակ նախկինում օրենքը տենց էր։ Նախկինում եթե ինչ որ մեկը քեզ այսինքն ինչ որ ծեր մարդու ուղեկցելով դու բերում ես, քեզ արգելում են, այսինքն ընտրատեղամասից մեկին, ընտրողներից պատահական մեկին ընտրում են, ասում են դու օգնի ինքն։ Հիմա չէ, տենց հիմա այդ հարազատը որ բերում է, այլ բանը որ պետք է ֆիքսել, որ այդ այսպես կոչված հարազատը մեկին բերելուց հետո երկրորդին չբերի, երրորդին չբերի եւ այլն։ Այսինքն այս մեխանիզմերը, այս գործիքակազմը massայաբար օգտագործվել է, պետք է շատ լավ դիտորդական առաքելություններ լինեն մեկ, երկրորդը պետք է որ քաղաքական ուժերը ունեն իրենց ներկայացուցիչների տեղում վստահված անձինք լինեն շատ լավ պատրաստված, սա էլ է մի խնդրեմ, երբ որ այդ մարդիկ իրավական առումով վատ են պատրաստված, չգիտեն իրենց իրավունքները, չգիտեն հատկապես այս տեղամասում ինչ խախտումներ կան, նայում են եւ դա չեն տեսնում, որովհետեւ պատրաստված չեն։ Նախկինի փորձը պետք է հաշվի առնել տեղամասերում։ Այսինքն պետք է շատ լավ պատրաստվել։ Բոլոր աշխատանք կա կատարելու մեկ տարում։ Բավական մեծ աշխատանք կա տանելու, միայն քաղաքական լոզունգներով եւ քաղաքական հայտարարություններով հնարավոր չէ հաղթարել այսօրվա ռեժիմին, պետք է հողի վրա լրջագույն աշխատանք իրականացնել։ Պարոն Մանվելյան, օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի հաղթանակի զորահանդեսին։ Կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանն իր անվտանգության, ինչու՞ չէ, նաև վերարտադրության երաշխիքները սկսել է կրկին Մոսկվայում փնտրել եւ եթե այո, որքանով դա իրեն կհաջողվի։ Նայեք, ես չեմ կարող ասել դա որքանով իրենց կհաջողվի, բայց դուք ճիշտ եք, իրենք փորձում են թեքվել դեպի Ռուսաստան մի պարզ պատճառով, որտեղ իրենք ձախողել են իրենց հարաբերությունները արևմուտքի հետ, հատկապես առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ, Տրամպի վարչակազմի հետ, որտեղ կատարել մի շարք գլոբալ եւ խորքային սխալներ, փորձել են նախընտրական շրջանում աջակցել Հարիսի նախընտրական կառավարությունը դեմոկրատների վրա ինչ մեծագույն մեղմ ասած հիմարություններ, ել ավելի մեծ հիմարություններ իրենց կողմից, այսպես կոչված ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրությունը Տրամպի իշխանության գալուց 6 օր առաջ եւ այլն, այս ամենը բերել է, որ բավականին բացասական վերաբերմունք կա այսօրվա ռեժիմի նկատմամբ։ Եվ նաեւ Տրամպի քաղաքականությունը հանգեցրեցան, որ մենք հասկացանք, որ Եվրամիությունը որպես քաղաքական կենտրոն բավականին թույլ է առանց Միացյալ Նահանգների։ Եվ հետաբար հենվել եւ հույս ունենալ Եվրամիությունը քեզ օգնի նույնպես
չեն կարող։ Եվ այսօրվա ռեժիմը նոր տեր է ման գալիս, ինքը տղա այսպես շատ մեծ ընտրություն չունի, կամ պիտի գնա Անկարա, որ դրանք բարբերաբար գնում են եւ տեր են ման գալի, փնտրելով, խնդրելով, աղաչելով, որպեսզի Անկարան միջնորդ լինի Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրի ստորագրան, բայց այլ սիֆած են շարժվել դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան, փորձելով նաեւ ռուսներից այդ գարանտիաներ ստանալ։ Իսկ արևմուտքի աջակցությունը ամբողջովին կորցրել են, կարող են արձանագրել։ Որ Միացյալ Նահանգները կորցրել են, այդ միանշանակա, որ Եվրամիությունը հիմա շատ ավելի ծանր վիճակում է գտնում եւ ասենց Հայաստանով զբաղվելով առանձնապես Փաշինյանի ժամանակը չունեն։ Հա, ժամանակը չունեն, սա փաստ է։ Սա է վիճակը։ Եվ պարոն Ավելյան, վերջին շրջանում շատ է խոսվում Միացյալ Նահանգներ Իրան առճակատման վտանգի մասին, որից երկու կողմն էլ խուսափում են, սակայն Իսրայելը ամեն կերպ հրահրում է, որ դա տեղի ունենա։ Որքանով է այս ռիսկը այս պահին բարձր գնահատում եւ եթե այնուամենայնիվ նման բախում տեղի ունենա, դա Հայաստանի համար ինչ ռիսկեր կարող է ստեղծել։ Նայեք, գոնե այս պահին քանի գնում են բանակցություններ, գիտեք հիմա էլ հռոմում են տեղի ունենում Օմանի դեսպանատանը։ Այդ ռիսկերը համատաբար նվազված են, բայց ասել որ հանված են, չէ, չեն կարող, որովհետև բավականին բարդ բանակցություններ են, կողմերը բավականին բարդ գործընկերներ են, գործընկեր չասեմ, քաղաքական երկրներ են, ուժեր են, որոնք հետ խոսել եւ գալ ընդհանուր հայտարարի բավականին բարդ է, ունեն իրենց քաղաքական դիրքորոշումը, իրենց քաղաքական մշակույթը բավական իրարից տարբերվող բայց քանի կա երկխոսություն, սա հույս է տալիս, որ այնուամենայնիվ ինչ որ պահի կգան համաձայնության, սա նաև հույս է տալիս, որ այնուամենայնիվ բախում չի լինի։ Իսկ ինչ կտա այդ հաստված չանի, սա իհարկե շատ վտանգավոր է Հայաստանի համար, որտեղ բացառված չէ դեպքում Ադրբեջանը փորձի օգտվել դրանից։ Գնան միջանցքի բացման արդեն։ Հա, գնան տարբեր պրովոկացիաների, հիմա դա ինչ տեսքով կլինի, որ մասում կլինի, չեմ կարող ասել, բայց Իրանի նկատմամբ հնարավոր հարձակումը, Իրանի թուլացումը եւ Իրանի շեղումը հարավային Կովկասից կարող է, ասենց ասեմ, հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար եւ էականորեն բարձրացնում է մեր ռիսկերը, այսինքն Ադրբեջանի հնարավոր հարձակումը այդ դեպքում բավականին իրական է դառնում։ Եվ ի տարբերություն Հայաստանի, Իրանը նախընտրում է Միացյալ Նահանգների հետ միջնորդների ներկայությամբ բանակցել, հրաժարվում է ուղիղ բանակցություններից, ինչի մասին է իրողությունը վկայում ձեր գնահատմամբ։ Սա միանշանակ վկայում է վստահության բացակայության, երբ որ դու ուղիղ չես բանակցում, այլ նշանակում դու չես վստահում դիմացինին։ Իդեպ նույնը կա նաև, հիշեք, հարևան երկրի կամ թշնամի երկրի պարագլուխը մի քանի անգամ ասել է, ինքը չի վստահում ոչ Հայաստանին, ոչ Հայաստանի ղեկավարությանը։ Բայց մեր իշխանությունը հայտարարում է, որ ամենաարդյունավետը երկկողմ բանակցություններն են։ Որովհետև հարցը որ եթե քեզ չեն վստահում, դու քեզ գնում ուղակի բանակցություններ։ Սա քաղաքական իմաստության, բացակայության, քաղաքական թուլության, ինչ որ առումով մտավոր տկարության եւ մտավոր դեբիլիզմի, ասենք դրսևորում է։ Այսինքն իրանք գնում են ոչ թե բանակցելու Հայաստանի Հանրապետության մասին, Հայաստանի մասին, այլ իրենք գնում են բանակցելու ոնց անենք, մեզ օգնենք, որ մենք էլի մնանք իշխանության, մեզ վրա շատ մի ճնշենք։ Այսինքն մոտապես այս խոսակցությունն է գնում, ինչի մասին բարձ երևաց նաև նույն Հայաստանի արտգործնախարարի ելույթից եւ տված հարցազրույցներից, որոնք հետագային թուրքական լրատվամիջոցներ, որտեղ ինքը ասել էր, որ եթե մենք չլինենք, ձեր հետ ոչ ոք չի գնա բանակցություն, այսինքն մեզ մի ձև պահեք, որ մենք ենք միայն որ կարող ենք ձեր բոլոր պահանջները կատարել։ Այսինքն ստորաքարշման այս գործընթացն է գնում հենց այդ այսպես կոչված ուղղ բանակցությունների արդյունքում։ Սեփական անվտանգության երաշխիքների համար միանշանակ նորից եմ գրում Հայաստանի Հանրապետությունը տրված է երկրորդ պլանում, չկա Հայաստանի Հանրապետության շահեր, ազգային շահեր եւ այլն։ Կա միայն գործողական ռեժիմի իր ապարագլխի, իր ընտանիքի, իր շրջապատի շահերը եւ նրանց անվտանգությունը։ Այսինքն մեզ մի բան արեք, մի հատ թղթիկը տոր տվեք, ստորագրենք, ժողովրդին խափենք, որ ընտրությունները վերարտադրվենք եւ դրանից հետո նորից բոլոր ձեր հետագա պահանջները կկատարենք։ Սա է։ Պարոն Ավելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Կհանդիպենք։